Բարդ սերելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 4-ն է, արդեն հիմա մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում, շատ կարևոր կադրերի մենք առավոտյան բոլորս միասին ականատես եղանք, կարծում եմ բոլոր նորմալ յուրաքանչյուր նորմալ հայի համար մեծ հպարտության զգացմունք էր այս միջոցառումի մեկնարկը Հայաստանում, մենք անպայման կհետևենք իրադարձությունների զարգացմանը ես համոզված եմ, որ բազմաթիվ կարևոր հայտարարություններ կհնչեն այս գագաթնաժողովի ընթացքում, նույնիսկ չեմ կարողանում կողմնորոշվել, թե երբ դիտեմ, երբ հասցնեմ հետևել իրադարձություններին եւ երբ փորձեմ ձեզ համար պատրաստել հաղորդում, բայց կփորձենք բնականաբար շատ ակտիվ ռեժիմով աշխատել, որքան դա հնարավոր է։ Կարևոր է նշել, որ երեք Նիկոլ Փաշինյանի եւ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի միջև հանդիպում տեղի ունեցավ, ինչը չափազանց կարևոր է։ Կանադայի վարչապետը իր շնորհակալությունը հայտնեց Կանադայի քաղաքացիներին օգնելու Հայաստանով դուրս գալու իրանական պատերազմի ֆոնին։ Դրանից բացի Կարնիի խոսքերով ինքը տպավորված է Նիկոլ Փաշինյանի առաջնորդի հատկանիշներով ռեգիոնալ ստաբիլության ուղղված իր քայլերի համար կարևոր է առանձնացնել նաև Մակրոնի այցը Հայաստան, մենք բոլորս դա տեսանք, Մակրոնը նաև շրջում էր Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպում էր մարդկանց հետ եւ կարևոր հայտարարություններից մեկը Մակրոնի այն էր, որ ինքը ուրախ է, որ լարվածությունը նվազել է տարածաշրջանում եւ նոր փուլ է մեկնարկում, որը որ պետք է ուղեկցվի խաղաղությամբ եւ կայունությամբ, նա նաեւ վստահեցրել է, որ Ալիևի հետ է կապվելու եւ հայ ռազմագերիների հարցը կրկին մեկ անգամ եւս բարձրաձայնելու է։ Մենք տեսանք, թե որքան ուրախ էր Մակրոնը, որքան ջերմ ընդունելության էր նա արժանանում Երևանում եւ որքան մարդիկ նույնպես ջերմ դիմավորում էին եւ կանչում էին Մակրոնին։ Մենք նաև կադրեր տեսանք, թե ինչպես Մակրոնը վազում է առավոտյան Երևանում, ինչպես է շներին սիրում եւ դա եւս ցույց է տալիս նրա վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ որպես շատ հարազատ եւ բարեկամ երկրի։ Ես հիշում եմ, որ Ֆրանսիայի նախագահներից մեկը նույնպես վազում էր, չեմ հիշում կրկին Մակրոնն էր, թե Սարկոզին էր, երևի Սարկոզին էր, բայց նման տեսարան մենք արդեն տեսել ենք։ Կարևոր հյուրերի շարքում է նաև Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը, գիտեք Գերմանիայի կանցլերը չի ժամանել Երևան, դրանից բացի Իսպանիայի վարչապետի ինքնաթիռի հետ կապված ինչ որ խնդիրներ են առաջացել, բայց ես կարծում եմ, որ ինքը անպայման կժամանի Երևան եւ կմասնակցի այս կարևոր միջոցառմանը նախնական տեղեկություններով նրա ինքնաթիռը վայրեջք է կատարել Թուրքիայում։ Նրանց բացի կարևոր հայտարարություն է արել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, նա երեք երբ որ ժամանել է Երևան, ասել է, որ հենց նոր ժամանեցի Երևան եւ երկու շատ կարևոր հանդիպման եմ մասնակցելու, երկու շատ կարևոր հանդիպում է տեղի ունենալու վաղը Երևանում, վաղը Եվրոպան կհավաքվի Հայաստանում, իսկ երեքշաբթի կունենանք պատմության մեջ առաջին Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովը։ Դրանից բացի կարևոր է կարծում եմ նշել, որ Հունաստանի նախագահը Կոնստանտինոս Տասուլասն այցելել է հայոց ցեղասպանության հուշահամալիր, սա եւս շատ կարևոր հարկանքի նշան է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ ընդհանրապես հայ ժողովրդի նկատմամբ Հայաստան է ժամանել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Լեհաստանի վարչապետը շատ կարևոր հայտարարություն է արդեն արել երեք հասցրել է նման հայտարարությամբ հանդես գալ Միքայելոց։ Մենք տեսանք պատմական կարևոր կադրեր, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը բոլոր առաջնորդներին դիմավորում էր գագաթնաժողովի մեկնարկին, ինչ վերաբերվում է Տուսկի հայտարարությանը, Տուսկի խոսքերով այսօրվա գագաթնաժողովը Երևանում շատ կարևոր ուղերձ պետք է հղի ամբողջ աշխարհին, որ եվրոպացիները եւ ամերիկացիները միասին են այդ կապերը ամուր են եւ դա մեր ընդհանուր պարտականությունն է եւ դա այլընտրանք չունի։ Մենք
Մենք պետք ենք միմյանց, ինչպես երբևիցե, ասում է վարչապետը Դոնալդ Տուսկը, Լեհաստանի վարչապետը, եւ մեր բոլոր դաշնակիցները միշտ կարող են ակնկալել մեր աջակցությունը, այսինքն Լեհաստանը միշտ էլ կարող է օգնել իր դաշնակիցներին, միշտ էլ օգնելու է։ Այսպիսի կարևոր եւ հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել արդեն Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, ով շատ խորը հարաբերություններ եւ կապեր ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, իմքայլոց Լեհաստանը այն եզակի երկրներից է Եվրոպայում, որը որ շատ խորը կապեր է պահպանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Հետաքրքիր եւ մեզ համար կարևոր նաեւ հայտարարությամբ է հանդես եկել Կայա Կալասը, Եվրամիության բարձր ներկայացուցիչը, նա ասել է, որ Հայաստանը ինքն է կայացնում իր որոշումները, քննարկում եվրոպական հերանեկարը եւ Հայաստանը կկայացնի իր որոշումը։ Շատ կարևոր ուղերձ է։ Նախ անկախ երկիր է Հայաստանը, ինքն է որոշում ինչ է ցանկանում եւ մենք ասում է վստահ ենք փաստացի, որ Հայաստանը կկայացնի իր որոշումը։ Ես իմ կողմից կարող եմ ավելացնել, որ եթե զարգացման այս տեմպերը շարունակվեն, ապա մոտակա 3-4 առավելագույնը 5 տարիների ընթացքում Հայաստանը արդեն կարող է նույնիսկ ստանա Եվրամիության տեխնացու երկրի կարգավիճակ, կարող շատ ավելի արագ մենք հայտ ներկայացնենք եւ ստանանք այդ կարգավիճակը եւ արդեն հաջորդ եւ արդեն 30 թվականից հետո կարելի է նաեւ խոսել Հայաստանի անդամակցության մասին Եվրամիությանը, դա իմ պատկերացումներն են։ Կարևոր է նշել, որ Իլհամ Ալիևն էլ տեսակապով է որոշել մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքների 8-րդ գագաթնաժողովին, չկարողացավ, թե չէր էլ կարող այցելել Հայաստան, պարզ է, նույնիսկ պատվիրակություն չուղարկեցին, իրենց որոշումն է, բայց Ալիևը որոշել է մասնակցել հերակա ձևով այս գագաթնաժողովին։ Եվրոպական 8-րդ քաղաքական համայնքի գագաթնաժողովից կարող եմ ասել հետևյալը, որ այս պահի դրությամբ պարային մասը ավարտվում է, հայկական հետաքրքիր բազմաթիվ պարեր ներկայացվեցին այնտեղ նաև սուրերով պարը եւ հիմա արդեն այդ բացման կարևոր միջոցառման ավարտից հետո մասնակիցները ընդհանուր նկարվում են։ Այս պայմանությամբ միայն դա է հայտնի։ Հիմա կարծում եմ կարևոր է անցնել միջազգային թեմաների քննարկմանը, այնինչ տեղի ունենում Իրանի շուրջ, իրոք հետաքրքիր է, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստացի նոր գործողություն են սկսում Հորմուզի նեղուցում, սրա մասին կխոսենք, իրոք հետաքրքիր փոփոխություն է եւ Իրանն էլ փաստացի մասամբ համաձայնվել է իր կապիտուլյացիային կրկին առաջ չընկնենք, կասենք ինչի մասին է խոսքը, բայց ինչ հաղորդում է Al Arabian կոնկրետ կետերով իրոք վստահություն է ներշնչում բավականին Al Arabian, քանի որ շատ կարևոր լրատվամիջոց է, դեղին մամուլ չէ, եւ այստեղից մենք հետաքրքիր եզրահանգումների ենք գալիս, նույնիսկ Թրամփի հայտարարություններից կարծում եմ կարևոր է այս հրապարակումը, լայքերը սեղմեք, քանի որ հիմա կարծում եմ նույնպես շատ հետաքրքիր կլինի։ Ուրեմն, նախ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն ընդունել Իրանի առաջարկները։ Ես երեք մասամբ ներկայացրի, թե ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց Al Arabian ավելի մանրամասներ է հետաքրքիր հրապարակել, որը որ մենք երեք չունեինք։ Իրանը փաստացի անհապաղ խաղաղություն է Հորմուզի նեղուցի շրջափակման վերացման կետից բացի այլ կետեր նույնպես ներկայացրել է Ուրանի հարստացման սառեցում մինչև 15 տարի, սա ամենակարևոր կետն է, որին Իրանը փաստացի համաձայնվում է, ինքն է արդեն առաջարկում նույնիսկ այս կետը, հետագայում 3-6% սահմաններում միջուկային այդ ուրանի հարստացում, միջուկային կայանների պահպանում, պատժամիջոցների վերացում քայլ առ քայլ։ Այսինքն Իրանը համաձայն է նրան, որ ուրանի հարստացումը սառեցվում է 15 տարով։ Հետագայում Իրանը իրավունք կունենա հարստացնել ուրանը 3-6%-ով։ 3-6%-ով հարստացված ուրանով ես որքան տեղյակ եմ, ատոմային ռումբ չես կարող ստեղծել, մինչև 9 են հասցրել
ուրանի հարստացումը հիմա Իրանում եւ այդտեղից կարող են իրենք արդեն ատոմային ռումբ ստեղծել, ես մասնագետ չեմ, բայց այդպիսի տեղեկություններ ունեմ, բայց այստեղ խոսք չկա արդեն հարստացված ուրանի մասին, որը որ շատ հետաքրքիր է։ Դրանից բացի Իրանը առաջարկում է նաև Մերձավոր Արևելքի հավաքական անվտանգության վերաբերյալ բանակցություններ, պնդում է իր յուրահատուկ դերի մասին Հորմուզի նեղուցի վրա։ Սա բավականին կարևոր առաջընթաց է բանակցություններում, բայց արդեն իսկ մենք նշեցի ես, որ Ամերիկան Միացյալ Նահանգները չեն համաձայնվել այդ առաջարկություններին, երևի բաց է մնում այն հարստացված արդեն ուրանի հարցը, խնդիր է, որ Իրանը փոխհատուցում է պահանջում եւ խնդիր է այն, որ Հորմուզի նեղուցի վրա ուզում է վերահսկողություն ունենալ։ Դրանից բացի կարևոր է նշել, որ Թրամփը նոր օպերացիայի մեկնարկի մասին է խոսել Հորմուզի նեղուցի վրա, հումանիտար օպերացիայի մեկնարկի մասին է խոսել, խոսքը նրա մասին է, որ այն տանկերները, նավերը, կան նաև տուրիստական նավեր, որոնք որ չեն կարող ոչ այս, ոչ այն կողմ գնալ, հիմա փորձելու են այդ նավերը դուրս բերել Ամերիկայի Միացյալ Նահանգները, այդ թվում նաև այդ նավերի անձնակազմերը։ Թրամփը ասում է, որ իրենց ներկայացուցիչները շատ լավ բանակցություններ են վարում Իրանի հետ, կա որոշ առաջընթաց այդ հարցում, բայց կան տեղեկություններ իրանական կողմից, որ չէ, Իրանը չի համաձայնվում եւ չի թույլ տալու Ամերիկայի Միացյալ Նահանգներին սկսելու այդ գործողությունը, հումանիտար գործողությունը, դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգները 15000 զինվորականներ են այդտեղ գործի դնելու, 100 ինքնաթիռ են նույնպես այդ ծրագրը իրականացնելու համար գործարկելու եւ այդ օպերացիայի անունը ազատություն ծրագիր է եւ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը այս մասին հաղորդելով ասում է, որ իրենք փորձելու են այդ նավերը դուրս բերել շրջափակումից։ Ուկրաինայից էլ ռուս-ուկրաինական պատերազմից էլ հետաքրքիր տեղեկություններ ունենք, որ ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվայում Մոսֆիլմովկա փողոցում գտնվող բարձրահարկ շենքին, կան լուսանկարներ, կան ավերածություններ եւ ես կարծում եմ, որ այսօր մենք ամբողջ օրվա ընթացքում շատ կարևոր հայտարարություններ կլսենք նաեւ Զելենսկիի կողմից, քանի որ Զելենսկիի ելույթը, Զելենսկիի հանդիպումները շատ կարևոր, շատ մեծ ուշադրության կենտրոնում են լինելու այս գագաթնաժողովի եւ հենց հիմա նոր ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են այն մասին, որ վաղը եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը այցելելու է Ադրբեջան։ Վաղը մենք գիտենք, որ կայանալու է Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովը, հավանաբար օրվա ավարտին նման այց տեղի ունենա, մանրամասների մասին մենք նույնպես ձեզ կտեղեկացնենք։ Ահա այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։